Կտուգանվի քաղաքագետ Մանվել Սարգսյանը 50,000 դրամով թե ոչ, պարզ կդառնա հունիսի 8-ին, երբ վարչական դատարանը կհրապարակի իր որոշումը։ Դատարանն այսօր լսեց ոստիկանության հայցն ընդդեմ Հայաստանի ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի։ Նա մեղադրվում է ապրիլի 15-ին Մաշտոցի պուրակում ոչ իրավաչափ գործողություններ կատարելով կրպակ մուտք գործելու համար։ Քաղաքագետը գտնում է, որ իր գործողություններն ավելի քան իրավաչափ են եղել։ Նա կրպակներն ապամոնտաժող խմբի անդամ էր։ Ոստիկանությունը ամբողջ մի ամիս այնտեղ ըստ մեզ գործել է ոչ իրավական հիմքերով եւ պահվածքը եղել է ոչ իրավական։ Քաղաքագետի կարծիքով ոստիկանությունը գործեր հարուցելով փորձում է արդարացնել իր անօրինական գործողությունները։ 350 ոստիկան մի ամիս մեր հաշվին պահել այդ տարածքում, նրանք ինչ-որ կերպ փորձեն արդարացնել դա։ Ապամոնտաժող խմբի անդամը խախտում գնահատեց նաև դատավոր Աղասի Դարփինյանի այսօրվա գործողությունները։ Դատավորը իրեն թույլ չտվեց փաստեր ներկայացնել կրպակների անօրինականության վերաբերյալ։ Անօրինական ձևով ոնց որ կառուցում էին, անօրինական ձևով ապամոնտաժել են դա։ Այստեղ օրենք չի եւ ոստիկանությունը մասնակցել է այդ անօրինական գործողություններին։ Իդեպ այսօրվա դատական նիստի ընթացքում դատավոր Աղասի Դարփինյանը թույլ չտվեց նկարանումներ կատարել։ Սուսաննա Պողոսյան, Սևակ Մեսրոպյան, IPF։